Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում տապանի քննարկում հաղորդաշարն է եւ այսօր մենք զրուցելու ենք Արա Հակոբյանի հետ, ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ եւ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան։ Պարոն Հակոբյան, այսօր մեր խոսակցության թեման եկեք սկսենք ներքաղաքական լարվածությունից, որը որ կարծես թե այսպես ներքաղաքական հիմնական օրակարգն է դարել լարվածություն Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջև։ Իմիջիալոց ասեմ, որ այս լարվածությունը մասին վաղուց խոսակցություններ կան, բայց երկու քաղաքական գործիչներն էլ ամեն կերպ փորձում էին այդ լարվածությունը թաքցնել։ Ես այստեղ ուզում եմ հիշել նաև երջանկահիշատակ Սարգիս Հասպանյանին, որը 3 տարի բանտ նստեց եւ կորցրեց իր առողջությունը եւ վերջում մահացավ քաղցկեղից, այն մեղադրանքով, որ նա հոդված էր հրապարակել, որտեղ գրել էր, որ Ռոբերտ Քոչարյանը մահափորձ է իրականացնելու Սերժ Սարգսյանի նկատմամբ, այսինքն այս լարվածության ուրեմն արձագանքները եղել են դեռ տարիներ առաջ։ Ինչ կարող եք ասել այս թեմայով եւ արդյոք այս լարվածությունը ռեալ լարվածություն է, թե կողմերը փորձում են ինչ-որ այլ քաղաքական նպատակներ իրականացնել։ Տեսեք, լարվածությունը արկա է եւ այդ լարվածությունը դարձել է հանրային, այսինքն հանրային հարթակներում երկու կողմերի բավականաչափ ծանրակշիռ ներկայացուցիչները հանդես են գալիս եւ լարվածության հիմնական լեյտմոտիվը, այսպես ասած, հետեւյալն է, թե 2018 թվականին ով բերեց Նիկոլ Փաշինյանին իշխանության, ով հանձնեց իշխանությունը Նիկոլ Փաշինյանին։ Հիմնական լեյտմոտիվը դա է եւ տարբեր ելույթներում, իհարկե բազմամակարդակ ելույթներում փոխադարձ մեղադրանքներ կան, Հովհաննես Թումանյանի ասած այն սկզբունքով էլ գող կատու, էլ քաչալշուն եւ այդ համատեքստում մեղադրանքները բավականաչափ սուր են եւ բավականաչափ թիրախային, բայց եկենք այստեղ մի հատ կարևոր մոտեցում արտահայտենք, այն մոտեցումը, որ մեր քաղաքական ուժը եւ ես բազմաթիվ անգամ ասել ենք։ Ուրեմն հարցը հետեւյալն է. Հայաստանում գործում է եւ Հայաստանը տիրում է իշխանական համակարգ, որը 30 տարուց ավել իրականացնում է իշխանության փոխանցում մի վարչակարգից մյուսին։ Եվ այդ իշխանության փոխանցումը իրականացվում է համարժեք սկզբունքներով, այսինքն այդ համակարգը իր էությամբ կորպորատիվ է, ապազգային է եւ հակապետական է։ Եվ վերջի անցումը բանից գործող վարչակարգից Սերժ Սարգսյանի գործող վարչակարգից Նիկոլ Փաշինյանի նույնպես իրականացվել է իշխանության փոխանցումով համակարգի կողմից։ Այլ բան, որ ներհամակարգային այս պայքարը, որը ինչպես եւ դուք ասացիք, մի օրվա չի, մի տարվա չի, տասնամյակների է, այդ ներհամակարգային պայքարը ցույց է տալիս, որ համակարգի շահերի շրջանակում տարբեր համակարգային ուժեր փորձում են առաջնային դիրքեր գրավել, այսինքն լինել համակարգի առաջնորդող։ Եվ այստեղ բնական է, որ պայքար կա, որտեղ ով առաջինն է, նրա այսպես ասած շահը եւ բոնուսները ավելի շատ են, քան մնացածինը, բայց ընդհանուր առմամբ պայքար որպես այդպեսին համակարգից դուրս չկա։ Եվ այստեղ մենք ես ամենայն դեպս լուրջ խնդիր եմ տեսնում հետեւյալ իմաստով։ Եթե ներհամակարգային ուժերը դուրս են եկել այսպես բաց պայքարի, դա նշանակում է, որ համակարգը ինքը իրենով արտաքին վտանգ չի տեսնում։ Ինքը չի տեսնում որևէ մի ուժ համակարգից դուրս արտահամակարգային, որ կարող է պայքարել համակարգի հետագա իշխանության դեմ։ Այսինքն ապա համակարգային ուժերը թույլ են, միաբանված չեն, կոնսոլիդացված չեն, եւ դրա համար համակարգը դուրս է եկել նախընտրական, հիմա այդ ընտրությունները կլինեն այս թվին 25 թվականի թե մյուս տարի հերթական կլինեն կամ արտահերթ թե հերթական, դա այդքան էական չի։ Դուրս են եկել պայքարի եւ դիրքավորվում են ընտրություններին ընդառաջ, չվախենալով եւ որևէ վտանգ չտեսնելով համակարգի դուրս ուժերից։ Իմ համար
այս հրաձգությունը ճակերտներում, որ կա այդ երկու համակարգային միավորների միջև, ամենաշատը այդ տեսակետից է ինձ անհանգստացնում, որ արտահամակարգային ուժեր, փաստացի, միաբանված, կոնսոլիդացված, որոնք կարող են պայքարել համակարգի դեմ, չկա եւ նրանք այդ վտանգը չեն տեսնում։ Ձեզ չի անհանգստացնում, որ այս ակտիվացումը տեղի ունենում ընտրություններից մեկ տարի առաջ, նախորդ տարում ընտրությունների, դա նշանակում է, որ իշխանությունները եւս շահագրգռված են, որ ուրեմն էլի հակամարտությունը լինի, ուրեմն նախկիններ կա եւ նախկինների իրար մեջ էս փոխհրաձգության պայմանները։ Տեսեք, երկու հարց տվեցիք, երկուսին էլ փորձեմ պատասխանել, քննարկել ենք եւ խոսքիս մեջ ես դա ասեցի, որ զարգացումները, աշխարհաքաղաքական զարգացումները, տարածաշրջանային զարգացումները, Հայաստանի շուրջ եղած զարգացումները այնպեսին են, որ այնուամենայնիվ կարող է ֆորս մաժորային արտահերթ ընտրություններ կամ որևէ այլ իշխանության փոխանցման տարբերակ լինի, այնպես որ սա արտադիր չի լինի հերթական ընտրություններին նախապատրաստում, այլ կարող է լինի նաև արտահերթի, դա մեկ։ Երկրորդը, այն ինչ որ դուք ասեցիք, նախկին ներկա, հիմա տեսեք, ես կարծում եմ, այն ինչ որ կատարվում է, ցույց է տալիս, նորից ես անդրադառնամ իմ հիմնական մտքին, որ համակարգի ներսում այս պահին կա հիմնական 3 սյուն։ Դա գործող վարչակարգի սյունն է, հա, եւ երկու նախագահների առանձին վեցրած սյունները, եւ պայքարը ներհամակարգային այս 3 սյունների մեջ է գնում։ Թե այդ պայքարի արդյունքը ինչ կլինի, ես հիմա դժվարանում եմ ասել, բայց առնվազն եթե այսպիսի զարգացումները շարունակվեն, իշխանությունը, ապագա իշխանությունը նորից կմնա ապազգային հակապետական իշխանական համակարգի շրջանակում։ Դա նշանակում է, որ Հայաստանի ընթացքը, հայկական պետականության ընթացքը, բացասական ընթացքը, կործանարար ընթացքը, տապալվող ընթացքը կշարունակվի։ Մի հարց եմ ուզում տալ այս թեմայով, խնդիրն այն է, որ այս ուժերը, երբ պայքարում են միմյանց դեմ կամ պայքարում են Նիկոլ Փաշինյանի իշխանական կողմի դեմ, նրանք անընդհատ բերում են արտաքին մարտահրավերներով մարտահրավերները որպես ապացույց, որ եթե շարունակվի, ասենք, ներկա իշխանությունների պահելը կամ այս կողմերից մեկը գա իշխանության, դա վնասներ կբերի, որովհետև կա արտաքին մարտահրավեր։ Դուք ասեցիք, որ նրանք որևէ խնդիր չեն տեսնում արտաքին ուժի։ Դուք նկատի ունեիք ներքաղաքական, այո։ Բայց Հայաստանը գտնվում է աննախադեպ արտաքին, այսպես մարտահրավերների, ռազմական ինտերվենցիայի վտանգի առաջ։ Արդյոք ես վտանգը որոշակի կորեկտիվներ չի մտցնում այդ պայքարի մեջ։ Այդ վտանգները, արտաքին վտանգները, որոնք ահագնացել են, ինչ որ դուք եք ասում, եւ ահագնացել են ոչ միայն Հայաստանի շուրջ, այլ ընդհանրապես աշխարհ քաղաքական այսօրվա զարգացումները իրենք խիստ անորոշություն ունեն իրենց մեջ, եւ տարածաշրջանային զարգացումները, այնուամենայնիվ գործող համակարգի համատեքստում արտաքին ուժերի սպասարկու համակարգը, որովհետեւ այս համակարգը սպասարկել է միշտ արտաքին ուժերին եւ իզուր չի, որ մենք մեր կարգախոսերում ասել ենք, որ համակարգից ազատագրումը պետք է լինի ազգային ազատագրական պայքարի գործիքներով եւ համատեքստում։ Սպասարկել է արտաքին ուժերը։ Հիմա համակարգի մեջից որ սյունը կընտրեն արտաքին համապատասխան ուժը, որովհետև այսօր արտաքին ուժերի դերակատարումն ու կշիռնելը Հայաստանում փոխվել։ Ենթանք, եթե 10 տարի առաջ, երբ որ Նիկոլ Փաշինյանին բերում էին իշխանության, միարժեք էր մետրոպոլիա Ռուսաստանի բացարձակ վերահսկողությունը Հայաստանի նկատմամբ, այսօր այդքան էլ այդպես չի։ Ռուսաստանը իր վերահսկողությունը, այսպես ասած, բաշխել է թուրքերի հետ, եւ այստեղ որոշակի նաեւ ազդեցություն ունեն եվրոպական պայմանական արևմտյան, ավելի շատ եվրոպական երկրները։ Հիմա այս համատեքստում, որ արտաքին ուժը ավելի կշիռ այդ պահին կունենա տարածաշրջանում, նրանք էլ ազդեցություն կունենան ներհամակարգային այդ պայքարի արդյունքի վրա։ Շատ լավ,
փորձենք դիտարկել այդ արտաքին մարտահրավերների ուրեմն տրամաբանությունը, ինչպես գիտեք, Նախճեվանում հանդիպեցին օրերս Էրդողանը եւ Ալիևը եւ որներ այդ հանդիպման հիմնական նպատակը արդյոք դա կոորդինացիա չէր երկու պետությունների միջև Հայաստանի վրա ճնշումները կամ ռազմական ագրեսիան կենտրոնացնելու եւ արդյոք այդ երկու դաշնակիցների մեջ ամեն ինչ հարթ ու խաղաղ է։ Տեսեք, Ադրբեջանի հետ կապված վերջի մի շաբաթվա ընթացքում եղել է իմ կարծիքով 3 հետաքրքիր եւ կարեւոր զարգացումներ։ Մեկը եղել է այն ինչ որ դուք ասացիք, մյուսը եղել է Իսրայելի խորհրդանոն Կնեսետում քննարկումը այդ հարցի շուրջ եւ երրորդը Ռուսաստանում Հեյդար Ալիևի արձանի Կիսանդրիա թե արձանը երևի արձանը ճիշտ ասած լավ չգիտեմ հիմնարկումը, որը իրականացրել է Մոսկվայի քաղաքապետը, այսինքն կարևորվել է ռուս-ադրբեջանական հարաբերությունները, խոսում էին իբր թե ճգնաժամի մասին, փաստ որ դա այդպես չի կամ այդքան էլ այդպես չի։ Հիմա անդրադառնանք, սկսենք նրանից, ինչ որ դուք ասեցիք Թուրքիայում։ Ուրեմն ինչ առիթը կամ պատճառը, որով Ալիևը գնացել էր Թուրքիա եւ հանդիպում էր Էրդողանի հետ, դա բանն էր։ Իգդիր, Նախիջևան, Գազային այդ ենթակառուցվածքի ձևավորումներ եւ ձևավորված բաններ, բացումներ։ Եվ հարցը հետեւյալն է, որ փաստացի Թուրքիա գնացող գազային հոսքերը որը Ադրբեջանից է հիմնականում գնում վերադարձվում է դեպի Նախիջևան եւ ըստ եթե հետևենք նրան ինչ որ ասում է Էրդողանը, ապա դա առնվազն 30 տարով լուծում է Նախիջևանի խնդիրները իր էներգետիկ պահանջների տեսակետից։ Դա կարևոր հերթական թուրք-ադրբեջանական պետական համատեղ ծրագրի իրականացումներ, բայց այստեղ մի հատ ուրիշ բան է կարևոր, որ ես ուզում եմ նշել։ Էրդողանը իր խոսքում հերթական անգամ եւ կարգախոսները բազմաթիվ լրատվական հոսքերում այդպեսին էին, հերթական անգամ նշեց հետեւյալը, որ մենք եղբայր ժողովուրդներ ենք եւ մենք երկու պետություն ենք, մի ժողովուրդ։ Այսինքն այն թերի կեղծ շեղող տեսակետները, որ մենք կարող ենք, մենք առավելևս Հայաստանը եւ մենք կարող ենք Թուրքիայի հետ առանձին բան պայմանավորել, Ադրբեջանի հետ առանձին բան եւ դա 30 տարի այդ կեղծ թեզերը շրջանառվել են եւ իբր թե այդ ուղղությամբ քայլեր են արվել, դա հնարավոր չի։ Ի տարբերություն մեր այսպես ասած գավառական խորամանկության թուրքական ազգերը շատ կայուն են եւ հետևողական են իրենց նպատակներում, այն է Թուրանի նեոօսմանիզմի ձևավորման իմաստով։ Եվ այստեղ իհարկե եւ անդրադարձ է եղել Ադրբեջան-Հայաստան կոչվող հարաբերություններին եւ անդրադարձ է եղել, որ ընդհանուր թուրքական շահը պետք է գերակայի։ Այնպես որ ակնկալիք, որ ճնշումները Հայաստանի վրա կնվազեն, առավելևս հայկական կրավորական կեցվածքի համատեքստում, դա թյուր կարծիքներ են։ Մյուս բանը, որին ես ասացի եւ ուզում եմ անպայման անդրադառնալ, դա Իսրայելում եղած քննարկումներն են, խորհրդանում հարց է բարձրացվել Իսրայել-Ադրբեջան, կոնկրետ Ադրբեջան հարաբերությունների շրջանակը վերաբերյալ եւ հարցը ունեցել է հետեւյալ ենթատեքստը, որ ինքը խորքային ռազմավարական հարաբերություններ են եւ այդ հարաբերությունները պետք է պահպանել եւ զարգացնել։ Եվ այստեղ շատ հետաքրքիր դիտարկում է արել այդ քննարկմանը մասնակցող Նեթանյահուի ներկայացուցիչը։ Այսինքն Իսրայելի վարչապետի ներկայացուցիչը։ Նա ասել է, որ այդ հարաբերությունները մեր համար խորը աշխարհքաղաքական եւ ռազմավարական նշանակություն ունեն եւ այդ հարաբերությունների ամրապնդումը պետք է լինի մեր նպատակը ավելին։ Մենք պետք է առանցք ձևավորենք Իսրայել, Ադրբեջան, ԱՄՆ։ Սա շատ կարևոր ահազանգող ուղերձ է։ Իսրայել, Ադրբեջան, ԱՄՆ։ Այսինքն սա նշանակում է Իսրայել, ԱՄՆ այն եղբայրության
դաշնակցության եւ այլ դաշնակցային հարաբերությունների շրջանակում Իսրայելը նոր գործոն է ուզում մտցնի իդեմս Ադրբեջանի։ Դե հասկանալի է, որ եթե դա իրականանա, եթե դա կյանքի կոչվի, իսկ դրա հավանականությունը բավականաչափ մեծ է, Ադրբեջանի կշիռը տարածաշրջանային եւ բնականաբար իր գործիքները հայկականության դեմ էապես կավելանան եւ կուժեղանան։ Այդ առանցքի մեջ պետք է երևի առանձին խոսենք նաև Թուրքիայի դերի մասին, որովհետև միշտ Թուրքիան է համարվել են տարածաշրջանային խոշոր պետությունը, որը որ պիտի կարծես թե այդ հիմնական դերակատարությունը իր վրա վերցներ եւ այստեղ ես ուզում եմ հարց տալ թուրք-իրանական լարվածության մասին, հերթական, որովհետև այդ լարվածությունն էլ էլի ուրեմն հին լարվածություն է, տարբեր ժամանակներում պատմության տարբեր հատվածներում թուրքական եւ իրանական կողմը միշտ ունեցել են հակասություններ եւ իրանք այսպես բնական մրցակիցներ են եւ ես կուզենայի ուրեմն այդ լարվածության մասին մի փոքր խոսենք եւ խոսենք նաեւ Թրամփի նամակի մասին, որը ինչպես Թրամփն է պնդում ինքը ուղարկել է Իրանի ղեկավարությանը եւ որը Իրանի ղեկավարությունը ասում է, որ ոչ մի նամակ չեն ստացել։ Տեսեք, դուք սկսեցիք նրանից Թուրքիայի դերակատարումը եւ որոշակիորեն Ադրբեջանի համեմատականի տեսքով թուրք-ադրբեջանական եւ ընդհանրապես թուրքական աշխարհը մասնավորապես տվյալ դեպքում տարածաշրջանում թուրք-ադրբեջանական պետական միավորները, որոնք երկու ժողովուրդ են, երկու պետություն են մի ժողովուրդ, ոնց որ իրանք են հենց ասում, շատ լավ խաղարկվում է։ Դրանք տեսեք, Ադրբեջանը հանդիսանում է եւ ուղղակիորեն գործում է որպես Իսրայելի ռազմավարական դաշնակից կարելի է ասել, իսկ Թուրքիան իր խոսույթներում հակա-իսրայելական բաներ անում մուսուլմանական աշխարհի վրա հենվում եւ այլն։ Եվ այդ երկուսը իրար հետ փոխ լրացնում են եւ դա համակարգված է, այսինքն ճկուն քաղաքականություն, շատ ճկուն եւ շատ արդյունավետ։ Ի դժբախտություն մեզ, շատ արդյունավետ։ Եվ ինչի դժբախտություն մեզ, որտեղ մենք դրան ոչինչ չենք հակադարձում։ Չենք հակադարձել եւ չենք հակադարձում։ Հիմա այդ նույն համատեքստում Թուրքիան իր ազդեցությունը էապես մեծացրել է Սիրիայում, ինչպես գիտեք, Սիրիայի այսօրվա իշխանությունները փաստացի թուրքական էլի կրկնում եմ, եթե ոչ վերահսկողության առնվազն համակարգման ներքո են գործում, եւ հիմա սկսվել է Սիրիայի մաքրումը հակաթուրքական տարերից։ Իսկ հակաթուրքական տարերը որպես կանոն այն հենարանն են եղել Սիրիայում, որը ունեցել է Իրանը, այո։ Եվ այստեղ սկսվել է այդ թուրք-իրանական թաքնված ժամանակին, բայց միշտ արկա այդ հակամարտությունը։ Մասնավորապես դա վերաբերվում է ալավիներին, Ասադը ինչպես գիտեք ալավի էր եւ ալավիների փաստացի իշխանություն էր Սիրիայում, որը շատ մոտ էր կանգնած շիա մուսուլմանությանը Իրանի եւ գործընկերներ են, եթե ոչ դաշնակիցներ, եւ հիմա ալավիների այդում ես լուրերը տարբեր են, ես հիմա չպնդեմ, բայց համենայն դեպս լուրերը այնպեսին են, որ գնում է ալավիների ջարդ Սիրիայի այն հատվածներում, որտեղ ալավիները տեղակայված են։ Մյուս խնդիրը քրդական խնդիրն է, թուրքերը Սիրիայի իշխանությունների հետ միասին փորձում են քրդական ներկայությունը վտանգը չեզոքացնել եւ այստեղ նույնպես Իրանին նրանք բան են անում, մատնանշում են ասելով, որ դուք օգնում եք քրդերին եւ մի արեք եւ դա բերել է դիվանագիտական լարվածության, դեսպաններ են կանչել եւ այլն։ Այս բաները, այս ընթացքը զարգացում է ունենալու։ Ինչպես եւ դուք ասեցիք, Իրան եւ թուրքական աշխարհ այդ հակամարտությունը, հակադրությունը, եթե չասենք թշնամակը, դա բնական հիմքեր ունի, որտեղ իրանական աշխարհը հնդ-եվրոպական հենքով, մուսուլմանական իհարկե, բայց հնդ-եվրոպական հենքով ինքը միշտ հակադրվել է թուրքական աշխարհին եւ թուրքական հեգեմոնիային, եւ դա այսօր շարունակվում է։ Եվ այստեղ է, որ մենք Իրանին ունենք որպես բնական դաշնակից, բայց մենք այդ դաշնակցային հնարավորությունները փաստացի չենք օգտագործել եւ չենք օգտագործում։
Ես ուզում եմ այստեղ անպայման քննարկենք մի հարց եւս քրդական ուժերի հետ կապված, որովհետեւ շատերն են հիմա խոսում Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային դավաճանելու, իրեն չօգնելու, իրեն մենակ թողելու մեջ, բայց իրականում մենք նաև խնդիր ունենք Սիրիայի քրդերի հետ կապված, որոնց միշտ Ամերիկայի Միացյալ Նահանգները օժանդակել էր եւ զենքով եւ բարոյապես եւ այլն, եւ հիմա կարծես թե այդ քրդերն են կանգնած փաստի առաջ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այլևս չեն ուզում ուրեմն միջամտել այդ կոնֆլիկտին։ Այո, ոչ միայն չեն ուզում միջամտել, այլ Ամերիկայի եթե հետևենք նրան ինչ որ Թրամփն ասում, նրանք զորքերը այդ տարածաշրջանից հանում են եւ քրդերին թողնում են փաստացի Սիրիայի քրդերին եւ ոչ միայն Սիրիայի, բայց ընդհանուր առմամբ Սիրիայի քրդերին թողում են մենակ բանի Թուրքիայի եւ Սիրիայի այսօրվա իշխանությունների դեմ։ Եվ այդ տեսակետից էլ քրդերի վիճակը շատ բարդանում է եւ Օջալանի մենք դրան անդրադարձել ենք մեր նախորդ կոչը առայն, որ քրդերը պետքա զինաթափվեն եւ Թուրքիայի հետ մտնեն համակեցության բանակցությունների շրջանակ, դա նույնպես լուրջ հարված էր քրդական պայքարին։ Իրանը ենթադրում են, որ որոշակի աջակցություն շարունակում է ցույց տալ, բայց այնուամենայնիվ թուրքական այսօրվա այդ բանը ագրեսիան, այդ թվում քրդական բավականաչափ հզոր է, առավել ևս ինչպես եւ ասեցինք, Ամերիկայի դուրս գալու համատեքստում։ Այստեղ մոռացանք ասել, որ Թրամփը ասում է, որ ինքը ամենայն, այսինքն հոգևոր առաջնորդին Իրանի նամակ է հղել, գրել, չնայած իրանական կողմը դեսպանությունը համենայն դեպս ՄԱԿ-ում Նյու Յորքում ասել է, որ իրենք որևէ թուղթ չեն ստացել, ես չգիտեմ ինչի է դա տենց, այնուամենայնիվ Թրամփը ասում է, որ նամակ է գրել, որտեղ ինքը առաջարկում է նստել գործարքի, ոնց որ իր սիրած բառն է, նստել իր գործարք կնքել միմյանց հետ եւ հակասությունները փորձել լուծել գործարքի միջոցով, եթե ոչ, եւ հերթական անգամ սպառնում է, եթե ոչ, ապա մեղքը ձեր վիզը, մենք ձեզ բան կանենք, շատ մեծ վնաս կհասցնենք։ Սա է վիճակը տարածաշրջանային եւ այդ տարածաշրջանային վիճակի մեր արձագանքը տեսեք ինչքան խղճուկ է, այն ներ հայկական կռիվ գալմաղալնա, ինչի մասին մենք արդեն խոսեցինք։ Այնուամենայնիվ փորձենք հասկանալ այդ Իրան-ԱՄՆ այդ հարաբերությունների հեռանկարները, որովհետև ես կարծում եմ Իրանը հետաքրքրված է Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպայի հետ հարաբերությունների կարգավորմամբ։ Պարզապես այդտեղ հետաքրքիր են այն պայմանները, ինչ պայմաններ է դրել Թրամփը այդ հարաբերությունները կարգավորելու համար եւ արդյոք հիմա այն Եվրոպայի հետ հակասությունը, որը Թրամփի վարչակարգը փաստորեն ստեղծում է այդ ՆԱՏՕ-ի կամ ընդհանրապես եվրոպական կառույցներին մենակ թողելով, արդյոք այդ իրավիճակ կարող է բերել նրան, որ Եվրոպան եւ Իրանը ուրեմն անվտանգային նկատառումներով եւ ոչ միայն Իրանը, Եվրոպա, Հնդկաստան, Եվրոպա, Իրան, այդ կապերը ուժեղանան, որպեսզի ինչ որ ձևով ուրեմն փորձեն հավասարակշռությունը պահպանել Ամերիկայի բացակայության պարագայում։ Տեսեք, այդ գործընթացները այսօր առկա են, ընթանում են եւ այն վեկտորը, ինչի մասին մի քիչ առաջ ասացինք Ադրբեջանի համատեքստում, բայց այնուամենայնիվ ԱՄՆ, Իսրայել այդ դաշնակցային հարաբերությունները իրենք աներկբա են, աշխարհում ինչ լինի, ինչ չլինի, Թրամփի վարչակարգը Իսրայելի ցանկացած բան նպատակ ոչ միայն արդարացնում է, ոչ միայն պաշտպանում է, այլ նաև ուղիղ ներգրավում է այդ նպատակի իրականացման, գետնի վրա այդ նպատակի իրականացման հարցում։ Այնպես որ Իսրայել ԱՄՆ այդ դաշնակցային այդ առանցքը առկա է եւ Իսրայելի նույնը փաստացի ԱՄՆ-ի թիրախը Իրանն է։
Հիմա Իրանը փաստացի տարածաշրջանում մնացել է մենակ։ Եթե հաշվի առնենք նաև ԱՄՆ Ռուսաստան այսօրվա եւ Իսրայել Ռուսաստան եւ Թուրքիա Ռուսաստան հարաբերությունների ջերմությունը ԱՄՆ-ի դեպքում, իսկ մնացածի դեպքում ռազմավարական առնվազն գործընկերությունը, եթե ոչ դաշնակցությունը Թուրքիայի պարագայում, ապա Իրանը 4 կողմից ոնց որ շրջապատված է հակառակորդներով եւ թշնամիներով։ Ինչ պետք է անի Իրանը։ Իրանը պետք է այո ելքեր փնտրի եւ այդ ելքերի բանում համատեքստում կարևորվում է Եվրոպայի հետ հարաբերությունները, որտեղ Եվրոպան էլ այսօր ճնշման ներքո է ԱՄՆ-ի կողմից, այսինքն Եվրոպա, Ռուսաստան, այս պատերազմի, որտեղ Ուկրաինայի պատերազմը պրոքսի պատերազմ է, որտեղ մյուս կողմը սկզբից արևմուտքներ է հավաքական, այսօր արդեն արևմուտքից դուրս է եկել ԱՄՆ-ն, մնացել է Եվրամիությունը եւ Եվրամիության եւ Ռուսաստանի այս պատերազմական գործողությունների համատեքստում Եվրոպան նույնպես փնտրում է նոր իր համար գործընկերներ, ռազմավարական գործընկերներ, իր նոր առանցքները ձևավորելու իմաստով եւ այստեղ Իրանը կարող է գործընկեր դառնա եւ առանձին պայմանավորվածություններ ունենան Եվրամիության հետ ԱՄՆ-ից դուրս, այստեղ Հնդկաստանն է, որ արդեն այդ պայմանավորվածությունների շրջանակում զարգացումներ կան, այստեղ Չինաստանն է եւ այս ամեն ինչը պետք է հակադարձ իմաստով, հակադարձ վեկտորի իմաստով բան լինի, փորձի հակակշռել այն քաղաքականությունը, նորից զավեշտալ է ասել, որը վարում է ԱՄՆ-ն, հակաեվրոպական։ Ես ուզում եմ հիշեցնել մի հատ պարզ բան, ինքը խոսքը Թրամփը հետաքրքիր ձևաչափ ունի իր հանրային դրսևորումների ժամանակ։ Ինքը խոսում, հետո ոնց որ թե ոգևորվում է, մեկ էլ ինչ-որ մի բան ասում է, որը հետո փոշմանում է երևի, որ ասել է, բայց արդեն ասում է։ Իսկ երբ որ ասում է, սկսում է դա շարունակել։ Թրամփը մի անգամ վերջի մի շաբաթվա ընթացքում հերթական իր խոսքի մեջ ասեց, որ Եվրամիությունը ձևավորվել է ի հակադրություն ԱՄՆ-ի։ Եվրամիությունը ձևավորվել է, այսինքն դա ցույց է տալիս իր իրական վերաբերմունքը Եվրամիության նկատմամբ։ Նա Եվրամիությանը որպես այդպեսին չի դիտարկում, որպես իր գործընկեր առավելևս դաշնակից, այլ դիտարկում է, որպես իրեն ձևավորված հակառակ ուժ։ Եվ իր վերաբերմունքը այդ տեսակետից մասնավորապես Ռուսաստանի հետ հարաբերությունները ի տարբերություն Եվրամիության հետ հարաբերությունների, ել չեմ խոսում Ուկրաինայի մասին, շատ ակնառու է եւ տեսանելի է, այնպես որ այդ առանցքները, եթե Եվրամիությունը ստեղ մի հատ կարևոր խնդիր կա, եթե Եվրամիությունը կարողանա միաբանվել, որտեղ Եվրամիությունը արկա է, բայց ինքը հեղուկ ընդհանուր առմամբ ներքին բովանդակություն ունի։ Եթե նա կարողանա ավելի կոշտանալ ներսում, կարողանա ավելի միաբանված լինել, նպատակները ավելի հստակ լինեն եւ եվրոպական լինեն, ոչ թե գլոբալիստական, ապա Եվրամիությունը կկարողանա դառնալ աշխարհքաղաքական լուրջ կենտրոն, ուժային լուրջ կենտրոն։ Այսօր Եվրամիությունը այդպեսին չի։ Եվ որևէ առանձին վերցրած եվրոպական երկիր այդպեսին չի։ Եվ դրա հետևանքը այն գլոբալիզմի, այն լիբերալ ծայրահեղականության, որ Եվրոպան տիրել է տասնամյակներ շարունակ։ Եվրոպան էապես թուլացել է, էապես հեղուկ է դարձել։ Հիմա այդ գործընթացներն են գնում, որը տեսնենք որ կհասնի։ Դե Ֆրանսիան փորձում է ուրեմն քանի որպես միջուկային պետություն իր հովանոցը ամբողջ Եվրոպայի, Եվրոմիության երկրների վրա տարածել, բայց ես մի ուրիշ բան եմ ուզում հարցնել ձեզ, ուրեմն Հայաստանի հետ կապված այս տեկտոնական փոփոխությունների ժամանակ բնական է, որ ցանկացած երկիր, մանավանդ Հայաստանի նման երկիրը այս մարտահրավերների շրջանում պետք է շատ ճկուն, շատ հետաքրքիր, շատ այսպես նախաձեռնողական քաղաքականություն վարի, որպեսզի կարողանա այս նոր առաջացող ուրեմն առանցքների, ես չգիտեմ, դաշնակցային հարաբերությունների մեջ ունենալ բավականաչափ հնարան եւ անվտանգություն։ Արդյոք մենք հիմա հանձինս Նիկոլ Փաշինյանի իզոլացիոնիստական այս իրական Հայաստանի, փաստորեն մենք չենք կորցնում հնարավորություններ Հայաստանը դարձնելու ավելի անվտանգ։
Բնականաբար Նիկոլ Փաշինյանը մենք բազմաթիվ անգամ եւ ոչ միայն մենք դրան անդրադարձել ենք, Նիկոլ Փաշինյանը իր քաղաքականությունը, ճակերտներում քաղաքականություն բառնել, արտաքին քաղաքականությունը, որը վարում է, դա Հայաստանի հետ կապ չունի, դա կապ ունի իշխանական համակարգի հետ։ Հայաստանի հետ այնքանով է դա առնչվում, որ Հայաստանի վիճակը օր-օրի վատանում է եւ վատանալու է, որովհետեւ կրկնվեմ, Նիկոլ Փաշինյանի եւ գործող համակարգի եւ գործող վարչակարգի նպատակը հայկական հարցի փակումն է, որը ամենահակահայկական դրսևորումն է հնարավոր հայկական պետականության եւ հայկական պետության վախճանն է։ Սա է նպատակը եւ սա է իրականացում։ Այդ համատեքստում ինչ վտանգներ, ինչ բան։ Ես էշ ով ուզում է լինի փալանը այդ սկզբունքով։ Մենք բոլորին կսպասարկենք, որոնք այդ իմ ասած հակահայկականությունը կպաշտպանեն Հայաստան կոչվող երկրում եւ կերաշխավորեն մեր հետագա իշխանությունը։ Սա խնդիրը իշխանական համակարգը ֆլուգերային իր մոտեցումներ ցանկացածին, դա լինի թուրքը, դա լինի ռուսը, դա լինի ռուսը թուրքի հետ, դա լինի ռուսը թուրքը հրեան, դա լինի արևմուտքը Եվրոպան, դա լինի ով ուզում է լինի Իրանը, ով ուզում է լինի։ Մենք պատրաստ ենք ձեզ սպասարկել, եթե մեր հիմնական երկու խնդիրները լուծվում են։ Խնդիր առաջին հայկականության ավարտը տարածաշրջանում, այսինքն հայկական հարցի փակումը, խնդիր երկրորդ մեր իշխանության հարատևումը։ Եվ այդ լույսի տակ, երբ որ նայում ես, թե Նիկոլ Փաշինյանը կամ մնացած է իշխանական համակարգից, ինչ են անում, այդ տրամաբանության ներքո ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Ես կուզենայի մի իրադարձություն էլ հիշել ես շաբաթվա ընթացքում տեղի ունեցած, խոսքը Եղիշե Կիրակոսյանի հրաժարականի մասին է, որ բավականին քննարկվեց սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցների մեջ, որովհետեւ շատերը Եղիշե Կիրակոսյանի հրաժարականի մեջ տեսնում են Հայաստանի կողմից այդ միջազգային քրեական դատարանում եղած հայցերը հետ կանչելու քաղաքական որոշման հետ անհամաձայնությունը։ Այդ մեկնաբանությունները չկան պաշտոնական, բայց ինձ թվում է ժողովրդի մեծ մասը հենց այդպես էլ ընկալում է այդ հրաժարականը եւ ուրեմն վրդովում եւ ափսոսում է դրա համար, որովհետեւ այնուամենայնիվ եթե ժողովրդից արդարության այդ հնարավորությունը լրիվ անջատում է, այդ ժողովուրդը չի կարող գոյություն ունենալ կամ երջանիկ լինել։ Հիմա մեր քրեական հայցերը քրեական դատարանում ինչ որտեղ հույս էին տալիս, որ կարող է մեր խնդիրը քիչ թե շատ օբյեկտիվ քննարկվել եւ ինչ որ համապատասխան լուծումներ տալ, չէ՞ որ այստեղ մենք մի քանի տարի առաջ ցեղասպանություն տեսանք, էթնիկ զտում տեսանք, հազար մի բան տեսանք, որը որ քրեականորեն պատժելի է, բայց ոչ ոք պատժված չի։ Եվ այս ֆոնին խնդրեմ փաստորեն հեռանում է ուրեմն Հայաստանի այս քրեական միջազգային քրեական իրավունքով գլխավոր մասնագետ։ Տեսեք, ես կարծում եմ, որ այն մոտեցումը, որը արտահայտում է Նիկոլ Փաշինյանը կապված, որ մենք պետք է բոլոր հայցերը Ադրբեջանի հետ առնչվող հանենք միջազգային բոլոր ատյաններից եւ այդ հայցեր իհարկե նա ասում է դա պետք է փոխադարձ լինի, ինչքանով դա փոխադարձ կլինի, ես չգիտեմ, ամենայն դեպս մեր հայցերը պետք է մենք հանենք, իսկ մեր հայցերը հիմնականում վերաբերվում են հենց այն խնդիրներին, հիմնախնդիրներին, ինչ որ դուք ասացիք, դա ցեղասպան գործողություններն էր, դա էթնիկ զտումներն էր, դա վայրագություններ էր, մարդկայնության դեմ հանցագործություններն էր եւ այլն, այսինքն այդ ամեն ինչի համատեքստում Եղիշե Կիրակոսյանը ներկայացնում էր Հայաստանը։ Հիմա ես անկեղծ ասած մասնագիտորեն չեմ կարող ասել լավ էր ներկայացնում, թե վատ էր ներկայացնում, բայց ներկայացնում էր եւ հետամուտ էր լինում։ Ամենայն դեպս տպավորություն էր, որ ինքը ծառայում էր պետական շահերին։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը դա հանում է, այդ անձը կամ պետքա շարունակի ծառայել այս անգամ արդեն Նիկոլ Փաշինյանին եւ իր նպատակին, կամ պետքա հրաժարական տա դուրս գա, ամենայն դեպս տպավորությունը նորից նա է, որ երկրորդն է կատարվել։ Ես անկեղծ ասած արմատական մոտեցումների կողմնակից եմ, որովհետև այս իրավիճակներում արմատական պետք է լինի ամեն ինչ, որտեղ մենք խորը խնդիրների մարտահրավերների, կործանարար մարտահրավերների դիմաց են կանգնած եւ արմատական պետք է լինեն բոլոր մոտեցումները։ Շատ կուզենայի, որ
Եղիշե Կիրակոսյանը իր դիրքորոշումը թե ինչի այնքան հրաժարական տվել, հանրայնորեն ասեր եւ ճշգրիտ ասեր, ոչ թե ասեր, որ շնորհակալ եմ, ոնց որ եւ ասում են, շատ շնորհակալ եմ, հիմա էլ գնացի ուրիշ տեղ եմ աշխատում, չէ։ Ոչ։ Եթե դու ծառայում ես պետությանը եւ պետության մեջ պետական առաջնային գործիչները գործում են պետության դեմ, դու էլ դրա հետ համաձայն ես եւ դուրս ես գալի, հանրայնորեն արմատական քո դիրքորոշումը հայտնի։ Շնորհակալություն պարոն Հակոբյան հետաքրքիր զրույցի համար, սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Արա Հակոբյանի հետ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։